է 1977 թվականին։ Ինչպիսի իրեք շատ։ Ահա, այսպես կահույքի մաս, աթոռերի ու քանդակների մաս։ Դուք կխնդրեք այս եկեղեցի չէ, հին նմուշներ կան ցուցադրված։ Խոնչան երկար այս ստուտեղանման իջներ, որի վրա հացի գնդերն են շարել, վաներ չէ կարող են պատրաստել, օրինակ բրդյա թելից ինչ կարող են գործել։ Այս գթան շերեփների հատվածին ուշադրություն դարձնենք, երկու տարբեր տեսակի փայտից են, տեսնեք մուգ և բաց։ Հատուկ տեխնիկայով է արվել, այս մուգ հատվածների դերում տեսեք այսպիսի գրչատուփեր։ Ու ավելի հին շրջանում մեր այժմյան գրիչին որն էր փոխադրում, հատկապես են քանակի մեջ, իսկ այդ քանակները այսպիսի հետաքրքիր քանակ համարի մեջ։ Եղաններ տեսեք այս հատվածում ունի քասի նման այսպիսի տեսքունք։ Վերևի հատվածում ամբողջ շարքը գուցե կռահեք ինչ է։ Հատվածում ռոժոժներ են, որոնք ձայն են արձակում, իսկ դա ինչի համար է արվել։ Հավատացել են, որ ձայնը, երբ որ շարժելիս արձակվում է, չարին վանում է, այսինքն չարը հին մշակույթի բաժնում ինչ աղաման տեսանք, կավից պատրաստված ինչ աղաման տեսանք, որ հեքիաթն է ձեզ հիշեցնում, Որ հեքիաթ է, մի հաշվեք։ այս հարթականդակի վրա ինչ դաշնամուր, չէ։ Ընդհանրապես Հասարակի երաժշտական ավանդական կահույքի մասն է։ Թաղ բառը չեք տեսել։ Բավական տեսակ չէ կավից պատրաստված, աշտամունքին էր նվիրված։ Ու լսելու եք հեքիաթ ու պարոն Գրիշան արդեն այդ մասը կանցկացնի։ Լավ եք սովորում։ Սիրում եք հեքիաթ։ Հավատում եք հեքիաթների։ Քաղաքից մտնում է շուկա եւ շուկային տեսնում է դեղցեր, դեղց։ Բարի մարդը հողագործան, դաշտը ապրում են սարի գլխին չէ երեխեքին։ Մի հատ դեղց տան։ Երեխեքը վերցնում են դեղցերը ու վազում են իրենց անկյունները սկսում են ուտել։ Հայրը գնում է աշխատանքի, հայրիկը լսում ասում ամբողջ աշխարհում հանրահայտ հողագործ։ Գալիս այն մյուս տղան, բարես, դու գիտես ես նման բաներ չեմ սիրում, բայց ամենայն 4-րդ տղան էլ կա։ Էս հողագործը հետաքրքիր է տեսնենք դեղցը կերավ իմ ընկերը։ Դու գիտես, որ ես նա իմ լավագույն ընկերն է։ Դու համոզված ասում ես 4-րդ, բայց կարող ես բացատրել ինչու։ Աշխատեին օրինակ երրորդը իր համար Արգելի ուսուցիչներ համանեցին։ Շատ հիանալի։ որ